այս քաղաքական ուժը ոչ թե մարդիկ, որովհետև մարդկանց մի մասը ես չեմ ուզում մարդկանց բան անել, թիրախավորել, բայց այս քաղաքական տրամաբանությունը ինչի է հայտնվել Հայաստանի քաղաքական դաշտում։ Որովհետև բոլորին ակնհայտ է դարձել, որ մենք հատել ենք, անցել ենք մարիոնետային կուսակցության տրամաբանությունից, դուրս ենք եկել, մտել ենք մի տրամաբանություն, որի ավարտին մենք կարող ենք, շանս ունենք լինել պետություն։ Իրանք եկել են, որ այդ ասում եք բանի շղթաները, չէ, ում շղթաներն է։ Իրանք եկել են, չգիտեմ իրանցից ով անձամբ գիտակցում դա ով չէ, իրանք եկել են, որ այդ շանսը զրոյացնեն։ Դրա մասին է խոսքը։ Էս է իրանց առաքելությունը։ Բայց ես իրանց մի բան եմ ասում, դուրս եկեք այդ առաքելությունից եւ դուք կդառնաք հայաստանյան քաղաքական ընդդիմություն, մենք կվիճենք շատ ավելի սուր իմիջայլոց, ձեզ չթվա թե էս ասուր բանավեճը։ Ես գիտեք ինչ մեզ համար հոյակապ կոմֆորտ բանավեճ է։ Որտեւ այս բանավեճը մենք նախորդ քան որ թվից Դա նախորդ 8 տարում տարել ենք, ես մեզ համար շահեկան բանավեճ է։ Դժվար բանավեճ է նա, երբ որ մենք թուղթ ու գրիչով սկսենք վիճել իրար հետ։ Դուրս եկեք այդ տրամաբանությունից եւ դուք խնդիր չեք ունենա։ Բայց դուք որոշեք։ Եվ էլի այդ բանը, որ ասում են, Ժորժ ջան, սահմանադրության մեջ գրված է։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարող է ընդունել օրենք։ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն են անկախ։ Կուսակցություններն են անկախ։ Բայց դա չի նշանակում պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը կարա օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ոնց է Գերմանիան կարա տենց օրենք ունենա, Հայաստանը չի ունենա, եւ ես ուղիղ եմ ուզում ասել։ Հիմա կառավարությունը ամենաուշը մի ամսվա ընթացքում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, եւ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Լսեք, այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչի։ Որովհետեւ գիտեք, եկեղեցում էլ լավ տեղեր կան։ Այնտեղ որտեղ համայնքը մեծ է, ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա یا չգնա, ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է։ Քահանան ինչի պետք է աշխատավարձ չստանա եւ պետության կողմից օրինակ առողջության ապահովագրությունից ինչի պետք է չկարենա օգտվի։ Օրինակ եկամտային հարկի վերադարձից ինչի պետք է չօգտվի։ Եվ ընդ որում ես ասում եմ հետեւյալը, տեսեք այսօր Ռուբինյանն էր ոնց որ տարբերակներ առաջարկել։ Թող Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշում է։ Ես ասում եմ ինչ ուզում եք որոշեք հրապարակեք եւ մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է։ Չի կարող ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ենթադրենք, չգիտեմ, էլ չեմ ասում, թե ո՞նց կարող լինի, ասենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղվում։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մերոնքականներ եւ ձերոնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի գիտեք, ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի, ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի, ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Էլ ինչի պետք է եւ ասում եմ, այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ո՞նց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մեկ դա թույլ չեք տալու։ Հիմա մյուս թեման։ Ընդդիմության ներկայացուցիչը եկել է սենց անում։ Ասма
Ճիշտ արդարացի մարդիկ ասում են Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Ասում են, բայց չէ, ես չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում։ Հա, իմ հրաժարականն է պահանջում։ Եկեք նայենք, ասենք 2002 թվին 24 դեպք։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ չեն հրաժարական տվել, Գեգամ Մանուկյան։ 2003-ին 15, 16, 2004-ին, բա Ռոբերտ Քոչարյանը խի՞ չի հրաժարական տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը եղել է բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար։ Թիվ եք ուզում։ 2010 թվական 21 դեպք սպանության եւ ինքնասպան, բա խի՞ չեք հրաժարական տվել։ Կամ հա, պարզավոր կոալիցիան, կամ բանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրան Օհանյանը, մի հատ է ձեր խմբակցության ղեկավարներ, բա խի՞ չեք հիշում այդ մեխանիզմների մասին։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այսօր մենք ուրիշ խնդրեմ ունենք, այո, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն։ Մեր ընդդիմությունը խոցելու համար երբեմն նախարարին, երբեմն կառավարությանը զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով։ Եվ միջազգային զեկույցները ասում են, որ դու ինչքան, մարդիկ կան, որ եզրին են։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ տենց մեծ հանրային ուշադրություն կա, այդ բան հոգեբանական վիճակ է։ Այդ վերջին կաթիլը, էդ էլ է ազդեցություն ունենում, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասեմ, ուղղակի առիթեր եղավ։ Պետական պարտքի թեման, ես ինչ պատմություններ, ես ինչ է սարքել։ Նախ պետական պարտքի մի հատ էլ էդ ով է ասել, լսել եմ ասել են բանը, դեֆոլտ, չգիտեմ ինչ։ Են մի հատ բան կա է, անեկդոտ կա է, որ ասում է անունդ ինչ է, 1000 ներողություն էլի եմ, ասում է Սպարտակ, ասում է անգերից դու որ թիվ ես, որ։ Հիմա հետո որ դեֆոլտի մասին խոսում է, ուզում եմ ասեմ, որ թիվ ես, որ թիվ ես, կամ Հայաստանում վերջին անգամ երբ ես եղել։ Այսինքն, այս ինչ խելագարության կանխավար Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան էսա կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Ճիշտ է, պարոն ֆինանսների նախարար, թե ճիշտ։ Սենց բան երբ ա եղել վերջին անգամ ընդհանրապես։